ստացան կանոնավոր մանդատ։ Արդյոք նախատեսվում է մենք եւս պետք է հրաժարվենք մանդատից կամ այլ Այո, դա Տիգրան Ավագյանն է, մանդատից հրաժարվել է, հերթական համարն է հաջորդելու, արձանագրությունը կազմած է, Արդեն ստացել եք Ավագյանից դիմումը, թե դեռ ոչ, բայց ճանապարհին է։ Իսկ ինչեր հաշվի առնվել եք կառավարման ճգնաժամի եւ այլ ես մասով ռիսկերը հաշվի առնվել եք ձեր ուշադրությունից։ Հաշվի առնվել է, այո, այդ ամենը հաշվի առնում ենք։ Այսօր չէիք նախատեսում, որ մի քիչ ավելի շուտ Ավագյանը հրաժարվել մանդատից, որովհետև 7 օրյա ժամկետում է քննվում դիմումը եւ հնարավոր է մանդատի իրավիճակներ ստեղծվեին։ Ժամանակին է հրաժարվել, ինչ պատճառներով ուղղակի չի հասել։ Ունենք է։ Իսկ ինչ սցենարով ես կզարգանա իրավիճակը։ Այս բանը չգիտեմ։ Ինչպես որ զարգացա, պատրաստ ենք ցանկացած զարգացմանը։ Իսկ ինչպես եք պահելու իշխանությունը։ Չեմ լսել։ Ինչպես եք պահելու իշխանությունը։ Պահելու ենք մինչև այսօր ինչպես պահել ենք։ Բայց եթե չկան ընդդիմադիրներից քվորում չապահովվի, օրինակ այսօր չկայացավ նիստը, այդ վտանգը անընդհատ չկա այս ընթացքում։ Դե տեսեք, այդ վտանգը ինձ թվում է չի լինելու, քանի որ կգան հաջորդողները, իսկ այն մնացածը, որ ելույթ են ունենում ամբիոնից, թե Գյումրու համար իշա, Գյումրեցու ամեն ինչ անելու ենք, այսօր այն հարցերն էր քննարկվելու, որը օգնելու էր Գյումրեցուն, Գյումրուն, նպաստելու էր այսպես ապացուցեցին, որ ոչ մի բան էլ չեն անում, ոչ Գյումրու, ոչ Գյումրեցու համար։ Այսքան հանուն իշխանության է ամեն ինչ, դա է իրենց ասելիքը։ Այո։